Նախ, առաջին հերթին անդրադառնամ, թեպետ այստեղ չեն հարգելի գործընկերները, բայց մի քանի ելույթների, օրինակ Տիկին Գալստյանի ելույթին, ով չգիտես ինչ տրամաբանությամբ եւ ամենաանսպասելի մեղադրանքը կարծում եմ հնչեցրեց իմ եւ մեր հաստատության հասցեին, խոսելով այն մասին, որ քաղաքականապես չեզոք չենք ըստ էության։ Անկեղծ ասած չեմ ուզենա անդրադառնալ այս հարցի հետ կապված հիմնավորումներին, բայց այստեղ զավեշտալի մի հանգամանք կա։ Ըստ էության քաղաքական չեզոքության, մարդու իրավունքների պաշտպանի քաղաքական չեզոքության կամ դրա բացակայության վերաբերյալ հայտարարություն է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել էր ակնհայտ քաղաքական գործունեություն իրականացնող անձի, քաղաքական գործչի, ավելին, այնպիսի քաղաքական գործչի, ով մարդու իրավունքների տեսանկյունից նույնիսկ տարրական կանոններ եւ սկզբունքներ չի պահպանում։ Ամենօրյա ռեժիմով ատելության խոսք է տարածում գրեթե բոլոր հնարավոր հիմքերով։ Եվ խոսքը միայն իմ մասին չէ, որովհետև այո, սեռով պայմանավորված ատելության խոսքի թիրախ ես եմ դարձել գենդերային հավասարության հիմքով, մի շարք այլ հիմքերով։ Սա մարդու իրավունքների ամենատարրական կանոնների խախտում է ըստ էության։ Եվ սա ըստ էության ցույց է տալիս ոչ միայն առաջադրված անձի մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ, այլ սա ցույց է տալիս նաեւ մարդուն առաջադրողների մոտեցումը մարդու իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ, որովհետեւ նախ առաջադրում ես նման անձի, երկրորդը չես քննադատում ու չես հակազդում հակաիրավական ու մարդու իրավունքներին հակասող նրա խոսքին, ըստ էության ակնհայտ է, որ կիսում ես նրա տեսակետները։ Հետևաբար, եթե մենք անընդհատ խոսում ենք պատգամավորական էթիկայի եւ դրա սկզբունքների մասին, ուզում եմ հատուկ արձանագրել, որ սա եւս կարծում եմ պատգամավորական էթիկայի եւ վարքագծի կանոնների խիստ խախտում է այսպիսի վարքագիծ ունենալ ընդհանրապես եւ այսպիսի մոտեցումներ մարդու իրավունքների նկատմամբ եւ միանշանակ համարում եմ, որ ցանկացած դեպքով, ինչը նաեւ պահանջում եմ, պատգամավորական էթիկան պետք է դառնա քննարկման առարկա, այդ թվում նմանատիպ դեպքերով, այդ թվում մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու նմանատիպ դեպքերով։ Երկրորդը, անկեղծ ասած այս համատեքստում մի քանի հարց ունեմ, որովհետև ըստ էության պատգամավորը քաղաքական չեզոքության խախտման մասին խոսեց, բայց առանձին հիմնավորումներ չներկայացրեց, դրա համար ես փորձեմ մի քանի մտքեր արտահայտելու միջոցով ինքս ստանալ պատասխաններ քաղաքական չեզոքության վերաբերյալ կամ քաղաքական չեզոքության խախտումներ իմ կամ իմ հաստատության կողմից թույլ տալու դեպքերի հետ կապված։ Օրինակ, արդյոք Տիկին Գալստյանը եւ նրա գործընկերները քաղաքական չեզոքության խախտում են համարում այն հանգամանքը, որ ես գտնում եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից ամենաշատը քաղաքացիների, սովորական քաղաքացիների, ոչ թե քաղաքական գործիչների, այլ սովորական քաղաքացիների իրավունքների խախտումների հետ կապված մեզ հետ հաղորդակցության մեջ է պարոն Արծվիկ Մինասյանը, որը հանդիսանում է հենց Հայաստան խմբակցության ներկայացուցիչ, եւ ըստ էության կարծում եմ ի տարբերություն շատ քաղաքական գործընկերների, շատ էթիկական հաղորդակցություն է վարում, բարձր ստանդարտներով, բարձրաձայնում է անընդհատ է բարձրաձայնում խնդիրներ, որոնք ուղղակի սովորական քաղաքացիներին են վերաբերում, եւ ես սա հրապարակայնորեն գնահատել եմ եւ հիմա էլ գնահատում եմ։ Սա քաղաքական չեզոքության խախտում է համարվում թե ոչ։ Կամ այն, որ հենց Հայաստան խմբակցությունից, օրինակ, ասորական համայնքի հետ կապված բազմաթիվ հարցեր մենք մշտապես քննարկման առարկա ենք դարձնում, փորձում ենք լուծումներ գտնել, օրինակ, Տիկին Իրինա Գասպարյանի հետ։ Այսպես շարքը չեմ կարող շատ երկար շարունակել, որովհետև շատ չեն այն պատգամավորները, ովքեր մարդու իրավունքների հետ կապված այդպիսի էթիկական ստանդարտներ են դրսևորում եւ քաղաքացիների հետ կապված հարցեր են բարձրաձայնում, բայց միևնույն է, հատուկ եմ ուզում արձանագրել։ Ընդ որում, այս պատգամավորների թվում օրինակ Տիկին Վարդանյանը չի դասվում, Տիկին Գալստյանը հաստատ չի դասվում, որովհետև նորից եմ կրկնում սովորական քաղաքացիների հետ կապված անընդհատ հարցեր բարձրաձայնելը մի բան է, քաղաքական նպատակահարմարությունից հարցեր բարձրաձայնելը մեկ այլ բան է։